Փաշինյան գործադրում հայկական նախագիծն է մշակվում հաշվանքի արտադրության դեմ պայքարից և Բուլգարիա նախորդ շաբաթ եթե չեմ սխալվում մանրամասներ հայտնեց։ Պարոն Փաշինյան, սա իշխանությունները տեսնում են մի կողմից նախագծերի հայտարարությունների միջոցով պայքարում են արտադրության խոսքի դեմ, բայց սրա զուգահեռ շատ հաճախ նաև ականատես են լինում, որ հենց իշխանության տարբեր ներկայացուցիչներն են դառնում այս արտադրության խոսքը գեներացնում անգամ ազգային ժողովի ամբիոնից, տարբեր հարթակներից։ Հիմա ուզում եմ իմանալ այս նախագիծը, արդյոք նախագծով պատասխանատվության ենթարկվելու են իշխանության ներկայացուցիչները, ովքեր այս օրենքը կխախտեն կամ գուցե հետադարձ ուժում ունենա օրինակական չկտրող կտրողեր կոչ անող պատգամավորներին ևս ենթարկվելիցների, ինչի եմ հարցնում, որովհետև այսպես ամենափոքր օրինակը հենց ԿՊ-ի էթիկայի կանոնագիր կընդունվեց, բայց ընդհանրապես 2 շաբաթ հետո խախտվեց հենց նույն իշխանության ներկայացուցիչների կողմից խոսքը Տավրոս Սապյանի մասին, ով հենց եկեղեցու բախում հայրենիքները։ Այս ձեր կողմից ընդունված էթիկայի կանոն։ Գիտեք, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ներքաղաքական կյանքում եւ հանրային կյանքում առողջացում տեղի ունենա։ Հիմա գաղտնիք չի, ես էլ ինձ եղել է այդ թվում էմոցիաների տակ թույլ եմ տվել արտահայտություններ, որոնցով չեմ հպարտանում եւ որոնց համար նաեւ ներողություն եմ խնդրել, բայց հիմա ես կարծում եմ, որ ճիշտ կլինի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իմ դեմ վարույթ հարուցել եւ իմ դեմ վերջը որոշում կայացրել, որ ես մեղավոր եմ, ես էլ կարող եի ավելի շուտ ներողություն խնդրեմ, բայց ես զուտ ինստիտուցիոնալ առումով սպասել եմ, որպեսզի տեսնեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինչ եզրակացություն է տալիս եւ առաջնորդվել եմ այդ եզրակացության տրամաբանությամբ։ Մեր խնդիրը այն չի, որ վիրավորենք, հետո էմոցիայի տակ, հետո բան անենք, սառենք, ամաչենք, ներողություն խնդրենք։ Մեր խնդիրն է նա, որ ընդհանրապես ներքաղաքական կյանքում բան անենք, հնարավորինս, գիտեք ինչ, սրությունը երբեք ժողովրդավարական հասարակություններում քննարկումների սրությունը չի նվազելու եւ նվազեցնելու խնդիր դնելը սխալ է, բայց այնուամենայնիվ հարգալից մտնոլորտում դա անելը կարևոր է եւ որևէ օրենք չի կարող վերաբերվել միայն ընդդիմությանը, իհարկե կան օրենքներ, որ վերաբերում են միայն իշխանությանը, կոռուպցիայի կանխարգելման եւ այլն, եւ մենք պետքա ընդհանուր առմամբ մանավանդ հիմա առաջիկայում էլ ընտրություններ են, ես ընդհանրապես կարծում եմ նաեւ ընդդիմության դաշտի մեր գործընկերները պետք է համոզված լինեն կամ համոզված լինեին, որ եթե անցում կատարվի այդ բառապաշարի որևէ բառապաշարի մենք բառապաշարից չենք խեղճանա, բայց մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ պետք է այնուամենայնիվ երկրի զարգացման փուլերին համընթաց եւ նախորդիվ էլ ինչ որ եղել է, էլ եմ ասում ներողություն եմ խնդրել, հիմա էլ եմ խնդրում, բայց հույս ունեմ ապագայում ներողություն խնդրելու առիթ չի լինի եւ դրա համար էլ թե չէ տենց լինի անընդհատ ուրիշները ներողություն էլ չեն խնդրում, բայց հարցը դա չի։ Հարցն է, որ պետք է առողջացնել միջավայրը եւ մթնոլորտը։ Որովհետեւ գիտեք ինչ, իրականում աղմուկի մեջ եւ այդ ամեն ինչի մեջ բովանդակությունը կորում է։ Երբեմն անհասկանալի է ով ինչ է ասում, ինչի համար է ասում, որտեղից սկսվեց, ինչի մասին էր։ Բայց մեզ պետք է անընդհատ ավելի շատ բովանդակության վրա կենտրոնանալ, որպեսզի նախ դիմացինի ասածը հասկանալ, դիմացինը ինչ է ասում։ Երկրորդն էլ սեփական ասածը դիմացինին հասկանալի դարձնել։